արդեն երրորդ շաբաթն է, գալիս եմ կառավարության դեմ, դիմում եմ կառավարությանը, խնդրում եմ, հորդորում եմ, որ Կարեն Կարապետյանը լսի մեզ, օգնության ձեռք մեկնի։ Ինձ անհիմն Արմեն Մելքոյանը անհիմն գործից ազատել է։ Արմեն Մելքոյանը սոտքի հանքի տնօրեն անհիմն ինձ գործից ազատել է։ Ոչ մի բան չունեմ, անհիմն գործից ազատել է, ունեմ վարկեր։ 4 միլիոն վարկ ունեմ, վարկերը մուծել էի, հասել էի 1.400.000 ինձ գործից հանել է, մի վարկերը նորից աճել են։ Դարել է 4 միլիոն, ես չեմ կարող, ունեմ 80 տարեկան մայր, ծեր մայր, չեմ կարող անհնար է, սոցիալապես անապահով, երրորդ կարգի հաշվանդամ, չունեմ, հնարավորություն չունեմ, վարկեր վերցրեմ, անասուն եմ առել, անասուներ եմ ձեռք բերել, տունն եմ վերանորոգում, խնդրում եմ, եկեք, տեսեք, իրոք այդ վարկերը ես վեկալել եմ, գնացել եմ հարբեցողության եմ զբաղվել, թե իրականում այդ վարկերը գոյություն ունեն։ Բոլոր վեկալած վարկերը տանն են գտնվում։ Առել եմ մի կովից սարքել եմ 4 գլուխ անասուն եմ արդեն սարքել, հավեր։ Գործից անել են ժամի 6-ին գործի ավարտից հետո հորս տարի դարձել, բերել եմ հորս մահման վկայականը, աղբորս մահման վկայականը։ Հորս տարի դարձին մի բաժակ, 2 բաժակ ես չեմ ժխտում, խմել ենք։ Խմել եմ այսինքն, խմել եմ, նշել եմ հորս տարի դարձը ու ինձ եկել նզան հոտ է գալիս, ենթարկել եմ, ճիշտ է, ենթարկել եմ, գնացել եմ բուժկետ, գնացել եմ հիվանդանոց, իրանք նշել եմ, որ խմած է, կա դրա համար տուժ, կա պրեմիայի զրկում, կա նկատողություն, սակայն ոչ մի քայլի իրանք չեն դիմել, մի անգամից ազատել են ինձ, որտեղ տիրովին տերն է տարել, անտերին էլ կելն է տարել, նորից մարդկանց ազատելը, խմած մարդկանց ազատելը, նորից հետը ընդունել մարդկանց, այս մի շաբաթ առաջվա դեպք եմ ես ասում, նորից էլի մարդկանց ազատելը, ընդունելը արդեն, եթե կրկնեք իմանաք շատ դեպքեր է եղել հանքում, մենակ ոչ թե խմածության համար, այլ ամեն ինչ համար։ Քաղաքապետին եմ հանդիպել, միլպետին եմ հանդիպել, դատախազին եմ հանդիպել, գեներալին դիրեկտոր Բոգոդինին եմ հանդիպել, գեներալի դիրեկտորի տեղակալին Զուբկովին եմ հանդիպել, սակայն ոչ մի գործականք չի տալիս։ Վարչապետին Կարեն Կարապետյանին նամակ եմ ներկայացրել, դիմում եմ գրել, նամակ եմ գրել, սպասում եմ նամակի պատասխանին, այնքան կսպասեմ, մինչև նամակի պատասխանը տան։ Չեմ գալու, ես մնալու եմ դրսում, մնալու եմ ստեղ Երևանում, մինչև իմ հարցի պատասխանը չտանամ։